Մամուլում շրջանառվում, որ Քոչարյանը մեկ օրով մեկ Ռուսաստանի Դաշնություն, ըստ դա ինչ-որ է պայմանավորված, արդյոք խորհրդանական ընտրությունների նախորդին կրկին դուսիսից զարգացումը։ Ես կարծում եմ, որ ակնհայտ է իր կապը, որովհետև նույնիսկ իր հարցազրույցի մեջ ինքը շատ հետաքրքիր մի բան է անում, իրան ասում են նյութոնական գիտության մասին ինչ է կարծում, ինքը ասում է, դե ես նմանատիպ բան չեմ ասել, սկսում եմ բոլոր հնարավոր ձևերով ապացուցել եւ ներկայացնել այդ նյութոնական պետությունը սխալ զուգահեռներ անցկացնելու բնությանը եւ այլ, կարծում եմ գնացել է իրան այդ հարցեր տվեք, ինքը, չգիտեմ, եթե չեմ սխալվում հայտարարել որ ասում է, սա տալու իրան տվեք, թող այդ հարցերը Պարոն Սիմոնյան, Մարտինկոյի օրակարգը, այցի ակնհայտի է ինքնա ասել է, եւ երևի դեպքերից որ արևմուտքները շատ զգոն են, վերջին հանրությունների մասնավորապես լավության ժամանակ ակտիվության հայտարարություն, որ դաշնակցային հարաբերությունները վերաբերումատավորված Հայաստանի շրջանում, սա ինչ է ջերմացման նոր փորձ, ավելի այսպես ջերմանալու, թե պրոբլեմները են, բայց նաև որոշել եք Ռուսաստանի հետ այլանդեր սուր հակամարտության չունենալ։ Այն ինչ որ տեղի անում, կոչվում է նորմալ է, այն ինչ որ տեղի անում, նորմալ է։ Արևմտամետերը, դուք ասում եք արևմտամետները ասում են, չէ՞, եթե այլ ցանկություն ունենալ Հայաստանի Հանրապետության քաղաքացի, այն արևմտամետերը ամբողջությամբ կլինի Հայաստանի Հանրապետության իշխանություն։ Մենք ոչ արևմտամետ են, ոչ ռուսամետ են, ոչ որևիցե բան, մենք հայամետ ենք եւ Հայաստանի Հանրապետության, ռեալ Հայաստանի Հանրապետության օրակարգն ենք սպասարկում եւ ներողություն եմ խնդրում բոլորից, բայց չի կարելի մի ծայրահեղությունից մյուս ծայրահեղություն ունենալ։ Եվ այն խնդիրները, այն հարցերը, այն հարցադրումները, որոնք կան մեր ռուս գործընկերների նկատմամբ, դուրս չեն եկել։ Այնուամենայնիվ, որն է հապկի սահմանը, այնուամենայնիվ չի է հապկը նույնիսկ քաղաքական մակարդակում իրեն հեռու պահել։ Այդ հապկի երկրներից մեկը հայտարարել է, որ իրենք միասին հաղթեցին Հայաստանին եւ այլ, այդ եւ շելի շատ ու շատ հարցեր։ Բայց եթե հարցերը մնում են եւ դրանք չեն լուծվում, ճանապարհը ո՞րն է, դրանք թողնել շարունակել ճանապարհը ինտեգրալն է, ճանապարհը այդ հարցերը բարձրացնել միևնույն ժամանակ մեր անվտանգային համակարգը, մեր տնտեսությունը, այլ տարբերակներ փնտրելն է, բայց գիտեք ինչ, եկեք հələ մի բան վերանանք, որևիցե երկրից, այնուամենայնիվ լավ բան չէ մի երկիրը ամբողջությամբ մեկ խողովակից կախելը եւ մեկ ճանապարհով երկիրը ապահովելը։ Ասում եմ, կարևոր չի դա որ ճանապարհը։ Չի կարելի լինել միայն, չգիտեմ, արևմտամետ, չի կարելի լինել միայն ռուսամետ, պետք է քո երկրի շահերը։ Բայց Մոսկվան բազմաթիվ անգամ է ասել, որ եւ հնարավոր չէ։ Լսեք, Մոսկվան ունի իր օրակարգը, Հայաստանի Հանրապետությունը ունի իր օրակարգը։ Այդ հանդիպումները, այդ խոսակցությունները հենց դրա մասին են։ Տեսեք, մեր հարևան Իրանը ունի իր տեսլականը, ԱՄՆ-ը ունի իր տեսլականը եւ Հայաստանի Հանրապետությունը հենց դիվանագետի, հենց քաղաքական գործչի աշխատանքի ամբողջ իմաստը այն է, որ այս բոլորի ցանկությունների մեջ սպասարկի հայկական ցանկությունը, ինչը որ մենք անում ենք։ Իսկ գիտեք ինչ, ռուսամետները գալու են ասեն ոչ միայն Ռուսաստան, եվրոպամետները գալու են ասել են ոչ միայն Եվրոպա, իսկ այդ ընթացքում Հայաստանը պետք է իր շահը այդ ծանր այդ երկու բևերների կամ 3 կամ 4 բևերների միջով իր շահը տանում։ Վերջ ազատության հարցազրույցը։ Բայց հայտը հիմա անհրաժեշտ մատուցել է հնարավորը ապանի, որ մենք կարող եւ միադրում եւ ելնումներ։ Հիմա հայ երբ կապացնի հասկանալի ներկա։ Հիմա տեսեք, դուք Եվրոմեդիա անունով լրատվամիջոցն եք։ Հա, չէ, այդ Եվրոմեդիան բերեմ օրինակ, Եվրոմեդիա լրատվականը իմ ունեցած տեղեկություններով բավականին ռուսամետ գործընկերներ ունի։ Ես օրինակ եմ, ես ժողովրդի մասին չեմ խոսում, կարող ժողովրդից ասեմ։ Եվրոմեդիան ունի, բայց անդրել է Եվրոմեդիա։ Մեկը մյուսին հիմա հակասում է, չի արվում։ Վերջացավ, ես ձեր հարցին պատասխանում։ Պարոն Սիմոնյան, Մարկ Ռուբլյանը վտանգ է դրել։ Մի րոպե։ Միաժամանակ երկու հնարավոր չէ ամոթ
Այ ամբողջ խնդիրը նրա մեջ է, որ ինչ-որ մարդիկ փորձում են անընդհատ ինչ-որ աթոռների վրա նստեն կամ այդ աթոռները վերադարձնեն ու էլի նստեն։ Չեն նստել իրանք աթոռների վրա, նստել են բանտում։ Դա ժամանակի հարց է ընդհանրապես, դա մեկ։ Երկրորդը գոյություն ունի։ Կարող եք ասել, հա, աշխարհում գոյություն ունեցող մեկ երկիր, որ տենց ամբողջությամբ մի քաղաքական գիծ է վարում։ Տենց երկրները դադարում են գոյություն ունենալ։ Քաղաքական առումով այդ երկրները դառնում են ծայրագավառներ եւ դադարում են գոյություն ունենալ։ Դրա օրինակները հիմա չեմ ուզում բարձր բերել, բայց շատ վատ օրինակներ են։ Հայաստանի Հանրապետությունը բարի հարաբերություններ է ունենալու Ֆրանսիա եւ ունի Ֆրանսիայի հետ, ԱՄՆ-ի հետ, փորձելու է իր հարաբերությունները կարգավորի Ռուսաստանի հետ, դա նորմալ եւ հասկանալի բան է, բայց չի նշանակում, որ Ռուսաստանը, ԱՄՆ-ն կամ որևիցե մեկը պետք է իրանց դրածոներին փորձեն ստեղ իշխանություն սարքել, պետք է իրանց ամբողջությամբ հայկական տնտեսությունը իրանցով անեն, դրա համար պետք է բալանսա, որևիցե այլ ծայրահեղության մեջ ընկնեն, պետք չի ուղղակի, հասկանում եք, պետք չի sense չբաներ անել, կտրուկ բաներ։